գուցե փոխանցում կատարել, բայց ստացվեց հարված, որը անակնկալի բերեց դարպասապային։ Ընդ որում որը հաղթանակ բերեց Փյունիկին։ Այո, 2-1 եւ հիմա մենք լսենք, թե ինչ ասեցին խաղից հետո մարզիչները։ Մեր թիմը որակը բարձր խաղ ցույց տվեց։ Ու Միկայի խաղն ենք մենք լավ խաղում, չկարողացանք հաղթենք, բայց այսօր կարողացանք այդ լավ խաղը վերածենք գոլերի ու հաղթենք։ Որտեվ միշտ էլ Գանձասարում դժվար է խաղալ, առավել եւս այս տարի, որտեվ այս տարի Գանձասարը լավ ֆուտբոլ է խաղում։ Թիմը ընդհանուր վատ խաղաց։ Հիմա հոգեբանությունը իհարկե կա այդ գործոնը, բայց որ վատ խաղացինք, դա միանշանակ է, որ վատ խաղացինք։ Բայց անգամ այդ վատ խաղով էլ չեմ կարծում, որ ասենք այս խաղը պարտվելու խաղ էր։ Երևի ավելի տրամաբանական կլներ ոչ ոքին։ Դա հիմա ինչ-որ միտեղ էլ բախտը երևի երես էր թեքել, բայց երկրորդ գնդակը դարբասաբան կոպիտ սխալ փոխանցում, մենք մեզ ոնց որ գոլ խփեցինք։ Բնական է ֆուտբոլը, մի օր բախտը մեր կողմն է, մի օր բախտը մեր կողմը չի, բայց ինչ-որ ռեալա դա որ մենք այսօր վատ խաղացինք։ Եվ իրական գնահատականները այո, ընդ որում տեսանք, որ երկու կողմերը բավականին ճիշտ գնահատեցին իրենց թիմերի խաղը, կարծում եմ ամեն դեպքում դա մարզիչների կարծիքն է եւ այս կարծիքը շատ կարեւոր հենց խաղացողների համար առաջին հերթին։ Իսկ հրազդան կենտրոնական մարզադաշտում կարացավ եւս մեկ հանդիպում, ընդ որում այդ հանդիպումը մեկնարկեց Գանձասար Փյունիկ հանդիպման հետ զուգահեռաբար Ուլիսը ընդունել էր Պանանցին։ Բնական է, որ Ուլիսը առաջին տեղում ապահովելու ամրապնդվելու համար, ինչու՞ չէ նաև մրցակիցներից փոխվելու համար այս խաղում նույնպես ցկտելու էր հաղթանակին։ Մյուս կողմից էլ Պանանցին անկասկած հաղթանակ էր հարկավոր, որովհետև թիմը միայն այդ դեպքում կարող էր արդեն մտածել առաջ քայլ կատարելու մասին աղյուսակում։ Եվ հենց այսպիսի նպատակով էլ թիմերը հանդես եկան այս հանդիպման ընթացքում։ Երկրորդ խաղակեսում միայն եղավ տարապասի գրավում, հենց առաջինը 55-րդ րոպեին հաջողության հասավ Արտյոմ Ադամյանը, դուք տեսնում եք այս բանը, գլխի դիպուկ հարվածով ցածկով կարողացավ Ուլիսի փորձարող խաղացողը բացել այս հաշիվը եւ հետո մենք տեսանք թե ինչպես Պանանցը երկու անգամ հասնում է հաջողության առատ խփված գնդակներից մեկը այստեղ կրկնապատկերի վրա երևում է որ Պանանցի խաղացողը գնդակը խփում է մրցակցի դարպասը ոչ խաղից դուրս վիճակում, բայց խաղից դուրս վիճակը արձանագրվեց, մրցավարները չհաշվեցին այդ գնդակը, ահա երկրորդ գոլը, որը Պանանցը խփում է Ուլիսի դարպասը հանդիպման ընթացքում, այս գնդակը նույնպես չհաշվված մրցավարական բրիգադայի կողմից հերթական անգամ խաղից դուրս վիճակը արձանագրվեց։ Ես նշեմ բարեկամներ, որ վերանշված գոլերի մասին մենք դեռևս այսօր կխոսենք, քննարկման առիթ ինչպես տեսնում եք առարկա մենք ունենք, առաջնության ամենակարևոր հատվածն է եւ կարծում եմ նման իրավիճակները պետք է քննարկեն։ Ուրախ եմ, որ տղաները կարողացան մինչև վերջ պայքարել ու նորից կարևոր 3 միավոր վաստակել։ Մինչև գոլը ոչ մի բան չկար, որ մենք կարող գոլ բաստանենք, բայց գոլից հետո իրանք ավելի շատ հնարավորություններ ունեին։ Ուլիս Պանանց հանդիպումը Խաչիկ կարծում եմ, որ շատ մեծ արձագանք է ստացել, որովհետև բոլորը խոսում են այս խփված երկու գնդակների մասին, չհաշված երկու գնդակների մասին, կփորձենք վերլուծել այս ամենը, բայց նախ կարծում եմ ժամանակն է ամփոփենք մրցաշարային աղյուսակը ինչ տեսք է ստացել հիմա։ Բարեկամներ, տեսնում ենք, որ Ուլիսը այս պայդրությամբ 22 հանդիպումներից հետո 7 միավորի տարբերություն ունի, առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Փյունիկից, բայց դեռ վաղ խոսել իհարկե այն մասին, թե ով չեմպիոն կհռչակվի, քանի որ հայկական ֆուտբոլում ինչպես տեսնում ենք ամեն ինչ հնարավոր է։ Փյունիկը Գանձասարի նկատմամբ հաղթանակից հետո կարողացավ շրջանցել մրցակցին աղյուսակում 39 միավորով գործող չեմպիոնը, Գանձասարը եզրափակում է լավագույն երեխա 38, 30 միավորով վաստակել է Միկան, Իմպուլս այս երկու թիմերը դեռևս ունեն անցկացնելու մեկական հանդիպում պահեստում, ի տարբերություն առաջին 3 թիմերի, Պանանցը մնաց 6-րդ տեղում 22 հանդիպումներից հետո 28 միավոր եւ Շիրակը Արարատի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո կարողացավ մի փոքր ավելի փոխվել հետնապահից։ Այսպիսին իրավիճակը առաջիկա տուրերի ընթացքում կարծում եմ անկասկած դեռ նոր փոփոխություններ կարող են գրանցվել։ Եվ վերջապես մենք հասանք այն թեմային, որի մասին ես պետք է խոսեմ, այսինքն ոչ թե ես, այլ Վահանը բնականաբար մեկտեղ, ուղղակի մեր հաղորդման ճիշտն ասած ժամանակն է, որ մենք նույնպես այդ մասին խոսենք, որովհետև մեր առաջնության ամենակարևոր հատվածն է յուրաքանչյուր խաղ իր մեջ շատ մեծ նշանակություն է պարունակում, շատ մեծ կարևորություն եւ այս կարևորությունը ու ասեմ, որ անդրադառնում է խաղացողների, ինչպես նաև մենք տեսնում ենք նաև մրցավարների վրա։
Գիտես Խաչիկ, ուղղակի լարվածությունը կարծես թե հասնում է արդեն գագաթնակետին, մրցանակային տեղերի համար պայքարը սուր է, ինչպես երկրորդ, երրորդ, ինչու՞ չէ նաև առաջին տեղի համար, նաև չորրորդ տեղի համար պայքարը նույնպես սրվել է, միավորների Բանանցը, Իմպուլսը եւ Միկան շատ մոտ են միմյանց եւ այդ չորրորդ տեղին ինչ որտեղ հնարավորություն է տալիս մյուս տարի Եվրոլիգային մասնակցելու, նայած իհարկե գավաթով կտանի, բայց այս ամենը կարծում եմ Խաչիկ շատ մեծ ազդեցություն է ունենում եւ այդ լարվածությունը փոխանցվում է կարծում եմ բոլորին։ Դե մենք արդեն մեր ռեպորտաժների ընթացքում մի քանի գնդակներ ցույց տալուց հետո խոստովեցինք, որ կանդրադառնանք այդ խփված գնդակներին եւ մրցավարների կողմից կայացված որոշումներին։ Նախ նշեմ, որ իրոք այստեղ ամենակարևորն այն է, որ մրցավարների որոշումներում վրիպումների ընթացքում միտում չնկատվի։ Բնականաբար հիմա ոչ ոք չի կարող խոսել այդ միտումի մասին, որովհետեւ անկասկած դա շատ կարևոր է եւ ես նույնպես հակված եմ մտածել, որ ուղղակի մեր մրցավարներին պակասում է փորձը, պակասում է միգուցե նաև խաղային պրակտիկան, լարված հանդիպումներ սպասարկելու պրակտիկան, կոմարած այս ամենին յուրաքանչյուր նման կարգի խաղ սպասարկելու ընթացքում մրցավարները մենք տեսնում ենք, որ շատ կարևոր պահերին չեն կարողանում միակ ճիշտ որոշումը կայացնել։ Եվ ես ուղղակի կցանկանայի նշել նաև Բանանցի հետ կապված այդ երկու դրվագների ժամանակ շատ արագ էր ամեն ինչ տեղ ունենում եւ շատ ֆուտբոլիստների մեծ կուտակում կար, նույնիսկ ֆուտբոլիստներ կային, որ пассив խաղից դուրս վիճակում էին, դուրս էին գալիս այսպես դարպասի գծից այս կողմ այն կողմ եւ չգիտեմ, միգուցե դա ինչ որտեղ մրցավարի համար խանգարիչ հանգամանքն էր։ Այնուամենայնիվ, ես կառաջարկեի դիտենք մի քանի դրվագներ վերջին 2-3 տուրերում խփված գոլերի, որոնք չեն հաշվել եւ ինչ որտեղ դա հաշվել են կամ եղել են գոլեր կոնկրետ Իմպուլսի եւ Ուլիսի մասին է խոսքը, երբ 11 մետրանոց չնակվեց, բայց մի կրկնապատկերի վրա տեսնում ենք, որ կանոնների խախտումը տուգանային հրապարակից դուրս է տեղի ունեցել։ Ամեն դեպքում հիմա դիտենք այդ խփված կամ չխփված գնդակները, դիտենք այն հրիպումները, որոնք ինչ որտեղ ԱՏՍ 21 Կանզասար հանդիպումն է եւ տաշտիտերերը գնդակը խփում են։ Այստեղ գլխի արվածով Նիկան գրավում է մրցակցի դարպասը, բայց հենց առաջին խաղակեսի վերջի վայրկյանին 1-0 հաշվի ժամանակ օգուտ Կանզասարի, այստեղ հաշիվ կարող էր դառնալ 2-0։ Որքան որ մենք դիտեցինք, այստեղ կանոնների խախտում չտեսանք։ Հաջորդ տուրում, հաջորդ խաղում արդեն այսպես Կանզասարը նորից գլխով գրավում է Բանանցի դարպասը հավասարացնելով, ըստ մտահղացման պետք է հավասարվեր հաշիվը, բայց այստեղ մրցավարը նույնպես դարպասի գրավում չի արձանագրում։ Հիմա մենք կտեսնենք, թե Նիպագոդովը ինչպես իր այս հասակով մեկ չկարողացավ որսալ պարզ թվացող գնդակը, եւ ես ուղղակի կուզենայի երկրպագուներին բևեռել հիշողությունն այն, որ այս տուրում Բանանցի խփված գնդակն էլ այնքան բարդ չէր այս դարպասապայի համար, սակայն չորսած նորից գլխով հարվածից հետո։ Այստեղ ուղղակի ակնհայտ է դարպասապայի վրիպումն է եւ ես էլ եմ հակված մտածել, որ կանոնների խախտում չկար, Կանզասարի խփված գնդակը մաքուր էր, բայց ամեն դեպքում մրցավարը չհաշվեց։ Հիմա ավելի բարդ իրավիճակների գանք, այստեղ Բանանցը ըստ մտահղացման պետք է հավասարեցնի հաշիվը, տեսեք երկարատև գրող, բայց այստեղ պահակա տեսեք գոլ խփող ֆուտբոլիստը միանշանակ խաղից դուրս վիճակում չէ։ Պատոն դուրս է գալիս դարպասից այս դրվագը եւ նա հաստատ ավելի առաջ է, քան Կորեա։ Ավելի մոտ է գտնվում դարպասին, քան Վալտեր Պողոսյանը, ով եզրափակում է։ Իսկ այն ֆուտբոլիստը, որը դարպասի մոտ է, նա ուղղակի պասի։ Պասը խաղից դուրս գերքում եւ չի խանգարում այդ խաղային դրվագին, միանշանակ այստեղ Պատոն փակում է խաղից դուրս վիճակը եւ Վալտեր Պողոսյանը մաքուր գոլ է խփում, որը չի հաշվում մրցավարների կողմից։ Սա անկասկած եւս մեկ վրիպում այս ընթացքում հատեցնում ենք Վալտեր Պողոսյանը ուղղակի պաշտպանի թիկունքից դուրս եկավ։ Եվ երկրորդ գնդակը, որը խփում է Բանանց, տեսեք, Թենգիզ Ուգրեքելիձեն փակում է այս խաղից դուրս վիճակը աջ հատվածում, դարպասից դեպի աջ, եւ Վալտեր Պողոսյանը ավելի հետ է գտնվում, այսինքն դեպի կենտրոն, քան Ուլիսի պաշտպանը։ Ու Վալտեր Պողոսյանը այստեղ երկրորդ անգամ այս ֆուտբոլիստը հասնում հաջողության, բայց երկու դեպքերում մրցավարները չեն հաշվում։ Այս խփած գնդակը, կարճ ասած, ես ուղղակի մի փոքր ինչ որտեղ զարմացած եմ, բայց ամեն դեպքում այստեղ կարող ենք նշել, որ իրոք շատ արագ դինամիկ բայր էին, սակայն մրցավարները ամեն դեպքում այս կարևոր խաղում երկու բավականին լուրջ վրիպումներ թույլ տվեցին
եւ փաստորեն Ուլիսը հաղթանակ տարավ ու կարծում եմ որ այստեղ ուղղակի հանդիպման ընթացքում մրցավարի գործողությունները դիտելիս ես կարծում եմ որ դրոշակը բարձրացնելիս Եզարյան մրցավարը ինչ որտեղ նաեւ երկմտանքի մեջ էր որովհետեւ միանգամից չէ որ նա բարձրացնում էր դրոշակը որոշակի պաուզա կար որից հետո նոր նա բարձրացնում էր դրոշակը այսինքն նա ուզում էր երևի թե հասկանալ իրոք խաղեցող վիճակը չէ ամեն ինչ տեղներում համենայն դեպս բայց փաստը մնում է փաստ որ երկու վրեպում որ եւ այդ վրեպումները ազդում են հանդիպման եւ այս դրվագները որոնք մենք դիտեցինք բոլորը այս 4 դրվագները կարծես թե ինչ որտեղ հանդիպման ելքի վրա ազդեցին եւ բնականաբար շատ դժվար է ֆուտբոլասերներին այդ թիմերի երկրպագուներին բացատրել թե ինչու այդպես ստացվեց նրանք իհարկե միավորները շատ պետք էին տվյալ դեպքում Բանանցին 4-րդ տեղի համար պայքարում մյուս դեպքում Գանձասարին եւ այստեղ ամեն ինչ խառնվում է իրար եւ դժվար է ակնկալել ընդ որում ես նշեմ որ Բանանց ֆուտբոլային ակումբը պաշտոնական փողոք է ներկայացել ֆուտբոլի Հայաստանի Ֆեդերացիա այս հանդիպման մրցավարական անձնակազմի